Մաս Ժ.Ը։ Այսպիսով, որոնք են գալիք պատերազմի պատճառները։ Այն բանից հետո, երբ թերթեցինք Աստվածաշնչի բոլոր էջերը, որտեղ շարադրված է պատերազմի ճշգրիտ փիլիսոփայությունը, եւ այդ սուրբ գրքի տեսանկյունից քննեցինք մի շարք ժամանակակից ընդհարումների արտաքին եւ հակառակ կողմերը, միայն այժմ գեներալ կարող ենք պատասխանել ձեր հարցին, թե որոնք են գալիք պատերազմի պատճառները։ Մեր խաղաղության որակից է կախված կլինի պատերազմ, թե ոչ։ Եթե խաղաղ պայմաններում մեր կյանքը աստվածահաճո լիներ, ապա հասկանալի է, որ գործը պատերազմին չէր հասնի։ Եթե միայն այդպես լիներ։ Անաստված աշխարհը պատերազմի օրանն է։ Այդպիսի խաղաղության ընթացքում պատերազմի հարուցիչներն աճում ու բազմանում են, եւ երբ նրանց քանակն ու դիմադրությունը հասնում են ժամանակային կրիտիկական կետի, ապա ընդհարումն անխուսափելի է, անկախ նրանից մարդիկ դա ուզում են թե ոչ։ Ես չեմ ցանկանում կանխատեսել, թե ինչը գալիք պատերազմի առիթ կհանդիսանա, արդյոք ինչ-որ քարոզչի կամ հյուպատոսի սպանությունը, թե սահմանակից երկրի նավի չարանենք խորտակումը, կամ էլ ինչ-որ հայտնի անձնավորության դեմ մահափորձը, կամ ինչ-որ ազգի արժանապատվության հետ խաղալու փորձը։ Ռազմական գործողություններ սկսելու շարժառիթը կարող է այսպիսին կամ տարբեր լինել, բայց մեզ դա չի հետաքրքրում։ Պատերազմի մասին դատողություններ անելիս դա ամենևին էլ կարևոր չէ։ Դրանք լոկ պատերազմի առիթ կամ ազդանշաններ են։ Ճոճանիվ, որը երկար ժամանակ խաղաղ պայմաններում երկարացել է։ Գալիք պատերազմի պատճառներն արդեն մեզ փոխանցվել են նախորդ պատերազմից։ Դրանք դեռևս սկսել էին կուտակվել նախորդ համաշխարհային կոնֆերանսից։ Այդ կոնֆերանսին հրավիրվել էին պատերազմող շատ երկրներ, սակայն ոչ աղոթքով, ոչ երախտագիտությամբ չհրավիրվեց այն երրորդ ամենատես եւ որոշիչ գործոնը, առանց որի ոչ հաղթանակ է գրանցվում, ոչ էլ հակառակորդն է պարտության մատնվում։ Միայն ստուգապես հայտնի է նախագահ Ուիլսոնի մասին, որի առջև նիստի ընթացքում Աստվածաշունչ էր դրված, եւ նա ժամանակ առ ժամանակ խոնարհում էր գլուխը եւ աղոթում Աստծուն։ Իսկ կոնֆերանսի աշխատանքը հույժ լարված եւ բռնազբոսիկ միջավայրում էր ընթանում։ Ռազմական աղետների եւ սարսափների ժամանակ մարդիկ դեռ հիշում են Աստծուն եւ օգնության կանչում, բայց հենց պատերազմն ավարտվեց, նրանք Աստծուն հեռացրին իրենց գործերից։ Այդ պատճառով այս խաղաղության կոնֆերանսի ժամանակ խոսում էին ոչ այնքան խաղաղության, որքան ռազմական ծախսերի եւ վնասի հատուցման մասին։ Աստծու օրհնությունը չկար այդ պատճառով աշխարհում անիծյալ խաղաղություն էր։ Թե չէ ինչպես կարելի է օրհնյալ անվանել այն խաղաղությունը, որն ամբողջ մոլորակը մարդկանց ոչնչացնելու գործարան դարձրեց եւ իր բոլոր ուժերն ու հարստությունն անդուլ ծառայեցրեց գալիք պատերազմին։ Դաշնակիցները թելադրեցին խաղաղության պայմանները եւ իրենց հայեցողությամբ բաժանեցին հաղթվածներից ստացվածը։ Արդյոք այդ ստացվածքն ի բարօրություն օգտագործեցին։ Պարտվածներին արգելեցին բանակ ունենալ եւ զինվել, իսկ իրենց թույլ տվեցին երկուսն էլ։ Ինչու իրենք իրենց վրա այդպիսի արգելք չդրեցին։ Նրանք նույնիսկ չէին պատկերացնում, որ այդ որոշմամբ իրենց պարտվողների հետ նույն շարքում դրեցին, որովհետև որքան նյութական բարիք վրստացան պարտվողներից։ Միթե նույնքան էլ չեն ներդրել կամ չեն ներդրի իրենց բանակի ընդարձակման եւ սպառազինման մեջ։ Անիծյալ հարստություն։ Պարտված երկրների մեծագույն երջանկությունն այն է, որ նրանց ձեռքերը կապված են եւ չեն կարող ապագա պատերազմի համար բանակի վրա գումար ծախսել։ Նրանք չպետք է ափսոսան, որ իրենց ոսկին տալիս են հաղթողներին։ Ավելի լավ է, որ նրանք այն բաժանեն իրենց հարևաններին, քան թե գցեն պատերազմի երախը։ Դաշնակիցների ամենամեծ դժբախտությունն այն է, որ հակառակորդից բռնագրաված հարստությունը ուղղել են ռազմական ծրագրերի իրագործմանը։ Մարդկային լեզվով ասեմ, դա այն երրորդի հատուցումն է, որին ոչ մի կերպ չեն հրավիրել խաղաղության կոնֆերանսի։ Սա նշանակում է առանց Աստծո օրհնության ինչ-որ գործ անել, որը նման է հրդեհի պատուհասը նոր հաղթահարած քաղաքի վրա նորից բենզին լցնելուն։ Գալիք եւ անցյալ պատերազմների բոլոր հնարավոր պատճառների մեջ հիմնական ու գլխավոր պատճառը անաստվածությունն է, կամ միակ եւ կենթանի Աստծուց հեռանալը։ Ամբարիշտներն ուրախություն չեն տեսնելու, ասում է Տերը։ Ամերիկայում եւ Եվրոպայում շատ քրիստոնյաներ, որոնք պատերազմի օրերին դեռ ժամերգությունը սկսելուց առաջ շտապում էին եկեղեցի, որտեղ զբաղեցնեին, պատերազմից հետո դարձան անտարբեր կրոնի հանդեպ եւ սկսեցին հեռանալ Աստծուց։ Եթե նրանց հիշեցնում ենք այդ մասին, նրանք հեգնանքով են պատասխանում, որ կրոնը ժամանակակից չէ, ինչպես թե։ Միթե կարող է խոսք գնալ ճշմարտության ժամանակակից կամ ոչ ժամանակակից լինելու մասին։
Աստված բարձրագույն ճշմարտությունն է և գերակա է այդ անունը կրող մնացած երևույթների նկատմամբ։ Ինչպես է հնարավոր, որ Աստծո հանդեպ հավատը, որը 10 տարի առաջ ճշմարտության հետ հաղորդակցման կենդանի և անհրաժեշտ միջոց էր, հիմա դարձել է ոչ արդիական։ Աստծուն չհավատալը նշանակում է հավատալ պատրանքին, ինչ-որ մտածածին բանի։ Ըստ պաշտոնական հարցման խաղաղ ժամանակ Չեխիայում անհավատների թիվը արդեն միլիոնն անց է։ Այլ կերպ ասած, Աստվածավախ Յան Գուսի հայրենիքում յուրաքանչյուր 10-րդը աթեիստ է։ Մեծ ցավով ենք սա արձանագրում, այլ ոչ թե գոհունակությամբ։ Իմիջիայլոց անհավատության ախտը միայն Չեխիայի ամենաշնորհը չէ։ Այս հիվանդությունը քայքայում է նաև Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի ոգին, իսկ այս նորագույն դարաշրջանում նաև Ռուսաստանի։ Աթեիզմը այս կամ այն չափով իր արմատներն է տարածել Եվրոպայի և Ամերիկայի բոլոր երկրներում, հատկապես քաղաքներում, որտեղ հիմնականում տեսնում են մարդկային, այլ ոչ թե աստվածային գործերը։ Իսկ թե ինչ վիճակ է սպասվում անհավատ ազգերին, հստակ կարդում ենք Աստվածաշնչում։ Ամբարիշտներն ուրախություն չեն տեսնելու։ Ահա սա է նրանց բաժինը, ահա թե ինչ է գրված նրանց մասին։ Հետևաբար պատերազմը նրանց անաստվածության հատուցումն է, և երբեք չեն կարող խուսափել պատերազմից, եթե նախապես չմերժեն այդ պղծությունը։ Չէ՞ որ անհավատը հենց իր անհավատությամբ արդեն իսկ չարիք է գործում Տիրոջ առաջ։ Անհավատությունը վիրավորանք է աշխարհի ամենակարող Արարչի նկատմամբ։ Դա կրկնակի խաչելիություն և անարգանք է մեր Տեր Հիսուս Քրիստոսի նկատմամբ, որի անունով մկրտվել են քրիստոնյա ազգերը և մկրտությամբ հավատարմության խոստում տվել նրան։ Աստծու հանդեպ ցանկացած մեղք, եթե դրան անհապաղ զղջում և ապաշխարություն չի հետևում, դժբախտություն է բերում, լինի դա երաշտ, հեղեղ, հիվանդություններ, անկարգություններ, անկում թե վատթարացում ամեն ինչում։ Սա գեղեցիկ ժողովրդի սնահավատություն չէ, այլ փաստ, որն ապացուցվել է և աստվածաշնչյան, և ամենօրյա փորձով։ Առաջ անցնենք։ Անաստվածությանն ու անհավատությանը անդառնալիորեն հետևում է կռապաշտությունը, քանի որ հենց մարդ հրաժարվում է Աստծուց, իր հոգու դատարկությունն ուրիշ բանով է լցնում, երկրպագելով այդ ուրիշին որպես բարձրագույն ճշմարտության կամ բարձրագույն արժեքի։ Աստվածուրաց մարդը Աստծու հետ միասնությունը փոխարինում է բազում կուռքերով։ Երբեք ոչ մի կռապաշտ միայն մի կուռքի չի պաշտում։ Կռապաշտության հետ միասին մարդու հոգում քաոս է սկսվում, մինչդեռ միակ Աստծուն հավատալը հոգուն կատարյալ պարզություն, հստակություն և որոշակիություն է հաղորդում։ Եթե նույնիսկ հնարավոր է բազմաթիվ կրթված եվրոպացիների և ամերիկացիների հոգում տիրող ժամանակակից խառնաշփոթից գլուխ անել, և եթե կարելի է հաշվել նրանց ամենածանր խոցերը, ապա արդյունքում կպարզվի, որ նրանք հիմա 5 գլխավոր կոռք ունեն, որոնց ոչ ավել, ոչ պակաս աստվածային մեծարանքի են արժանացնում։ Առաջին հերթին դա նյութական բարիքն է, երկրորդ հերթին անձնական եսը, երրորդ հերթին ազգայնամոլությունը, չորրորդ հերթին իմպերիալիզմը, հինգերորդ հերթին մշակույթը։ Սկսենք հերթականությամբ։ Չնայած և բարձրաձայնվում է և գրվում, որ իրեն սպառել է ամբողջ 19-րդ դարի ընթացքում Եվրոպան թունավորած փիլիսոփայական նյութապաշտությունը, ամեն դեպքում ակնհայտ է, որ նրանից հետո և վերջինիս ազդեցությամբ պահպանվել է գործնական նյութապաշտությունը, այլանդակհոր արատավոր զավակը։ Նյութը, լինի այն հողակտորի, փողի, իրերի կամ այդ ամենից ստացած հաճույքի տեսքով, որպես մարդկանց ջանքերի և ձգտումների նպատակ, շատ եվրոպացիների և ամերիկացիների համար դարձել է սովորական։ Միթե բազմաթիվ նյութական բարիքներին տիրանալը չի դարձրել սպիտակ ռասային պատկանող քրիստոնյա ազգերի հետպատերազմյան մոլուցքը։ Նյութական սեփականության և հաճույքների անզուսպ ձգտումը կարող է միայն համեմատվել այն ծառավի հետ, որ իրական քրիստոնյաները զգում են Աստծու ներկայության նկատմամբ և Աստծու կողմից շնորհվող հոգևոր բավարարվածության հետ։ Բայց նրանք, ովքեր կորցրել են Աստծուն զգալու և տեսնելու ունակությունը, դատապարտված են նյութապաշտության, ի դեպ ամբողջ զորությամբ, մտքով և սրտով։ Եվ քանի որ միևնույն առարկային ջղաձգորեն ձգտում են շատերը, ապա մարդկանց մեջ անխուսափելիորեն եռում է նախանձը, չարությունը, ատելությունը, անմիաբանությունը և կռիվը։ Իսկ սրանք ռազմատենչ մանրէներ են, որոնք եթե էլ ավելի բազմանան, անպայմանորեն կհանգեցնեն օրգանիզմի բորբոքման, այսինքն պատերազմի բռնկման։ Իմպերիալիզմի կուռքը գերել է ոչ միայն մեծ, այլև փոքր ազգերի, ինչպես նաև անհատների երազանքները։
Իմպերիալիզմը ենթադրում է ուրիշի տարածքների բռնազավթումը հանուն իշխանության, առևտրի, ռազմավարության շահերի, մի խոսքով հանուն նյութական բարիքների։ Ինչպես առասպելական Զևսը ծնեց Պլուտոսին, այնպես էլ եվրոպական նյութապաշտությունը եվրոպական իմպերիալիզմի հայրը դարձավ։ Եվ ինչ որտեղ Զևսն էր գրավում հեթանոս աստվածների մեջ, այնպիսի տեղ ունի նաև նյութապաշտությունը ժամանակակից կուռքերի մեջ։ Դա իսկապես այդպես է։ Եվ քանի որ շատ ազգերի իմպերիալիստական ձեռքբերումների ծարավն անսահման է, իսկ երկրի իր մոլորակն ունի իր սահմանները, ապա զարմանալի չէ, որ ազգերի մեջ փոխադարձ նախանձ, չարություն, ատելություն, անմիաբանություն և հակամարտություն է հասունանում։ Իսկ դա, ինչպես մենք արդեն նշել ենք, այն մանրէների էությունն է, որն անխուսափելիորեն պատերազմի բռնկման է տանում։ Ազգայնամոլությունը, որպես կուռք, բացառում է Աստծուն, չէ որ բոլոր կուռքերն էլ բարձրալին տեղ չեն տալիս։ Մենք հաճախ ենք հանդիպում աթեիստների, որոնք պարզվում է ամենաթունդ ազգայնամոլներն են։ Ժամանակակից ազգայնամոլությունը միշտ պատրաստ է անցում կատարել իմպերիալիզմի և երբեք զերծ չէ նյութապաշտությունից։ Իր այլանդակված ձևով ազգայնամոլությունը ոչ թե նշանակում է սեր սեփական ազգի նկատմամբ, որը միանգամայն բնական կլիներ, այլ հարևան ազգերի նկատմամբ ամբարտավան և մեծամիտ ատելություն, ինչը բնականաբար գարշելի է բոլոր ազգերին ստեղծած Արարչի աչքին։ Անձնական եսը, որպես կուռք, համարյա ամենուրեք առկա է սպիտակամորթների մոտ։ Եվ այն մարդիկ են Աստծուն փոխարինել անձնական եսով, ովքեր շատին են ձգտում և շատն ունեն, և այն մարդիկ, ովքեր շատին ձգտում են, բայց քիչն ունեն, կամ ընդհանրապես ոչինչ չունեն։ Մարդիկ Աստծու փոխարեն իրենց անձը դնելով աշխարհի կենտրոնում, իրենց կուռքի համար սրբարան և երկրպագուներ են պահանջում, նաև շատ ոսկի ու արծաթ, այսինքն կրկին նյութական բարիքներ, որպեսզի այս կռատունը պահեն աստվածային շուքով ու ճոխությամբ։ Կռապաշտության այս տեսակը ամենաշատն արտահայտվեց եվրոպական մտավորականության միջխմբակցային կռիվներում, առաջնայնության, իշխանության և հարստության համար անողոք պայքարում։ Այս կուռքի առանձնահատկություններն են ինքնահավան պճնամոլությունը, ինքնասիրությունը և աննրբանկատությունը։ Եվ քանի որ նմանատիպ պայքարի մոլեգնության ժամանակ անտեսվում է Աստված և աստվածային օրենքը, ապա պատերազմը դառնում է սթափեցնելու միակ գործող միջոցը։ Մշակույթը մեր օրերում որպես կուռք պատկանում է առավել կույր կուռքերի կոհորտային։ Մերժելով Աստծուն, հոգու և մարմնի պատշաճ մշակույթի ոգեշնչողին, անօրենները սկսեցին աստվածացնել իրենց սեփական գործերն ու ստեղծագործությունները, որոնք կոչում էին մեկ անունով՝ մշակույթ։ Սակայն մարդկանց ձեռքի աշխատանքներին աստվածային մեծարանք մատուցելը Աստծու առաջ ամենազզվելի երևույթն է։ Քանի որ Աստված իր օրենքով մարդկանց խստիվ արգելեց աստվածացնել անգամ իր գործերն ու ստեղծագործությունները, որոնցից նույնիսկ ամենաաննկատը շատ ավելի կատարյալ է, քան մարդկային մշակույթի առավել առաջավոր նվաճումը։ Եվ քանի որ մշակույթը կախում ունի բոլոր վերոհիշյալ կուռքերից, առավելապես նյութապաշտությունից և անցողիկ հարստությունից, ապա նա էլ փութաջանությամբ նպաստում է պատերազմական մանրէների բազմացմանը, որոնք վաղ թե ուշ ցավագին ճգնաժամ կառաջացնեն պատերազմի տեսքով։ Նշված 5 կուռքերից 2-ը կարելի է անվանել տխմարավուն, իսկ մյուս 3-ը՝ կեղծավոր։ Տխմարավուն են ազգայնամոլությունն ու մշակույթը, քանի որ շատ են բարձրաձայնում իրենց մասին և իրենց ի ցույց դնում, իսկ կեղծավոր են նյութապաշտությունը, իմպերիալիզմը և եսասիրությունը, քանի որ քողարկում են իրենց և ստում ներկայանալով ուրիշ անուններով։ Օգտագործելով Դոստոևսկու լեզուն, այս բոլոր կուռքերին կարելի էր մեկ բառով անվանել դևեր։ Բնականաբար, անցած դարաշրջանում կյանքի այս 5 կատեգորիաներն իսկական արժեք ունեին և կարող էին այն վերականգնել։ Իրական արժեք ձեռք են բերում այն ժամանակ, երբ լուսավորվում են միակ և կենդանի Աստծու հավատքով ու հնազանդվում Աստծու օրենքին։ Կարճ ասած, երբ նրանք ամբողջովին ենթարկված են Աստծուն և ծառայում են Աստծու անվան փառավորմանը։ Նյութն Աստծուց է տրված մարդկանց, որպեսզի ծառայի նրանց, այլ ոչ թե տիրի նրանց հոգիներին։ Կայսրությունը Աստված տալիս է որոշ օժտված ազգերի, որ նրանք ծառայեն իրենցից պակաս շնորհալի փոքր ազգերին այնպես, ինչպես ավելի ուժեղ և դիմացկուն եղբայրը կծառայեր իրենից ավելի թույր փոքր եղբորը։ Ազգը թեև սահմանափակ, սակայն Աստծուն և մարդկանց ծառայելու ճիշտ ոլորտ է։ Աստված յուրաքանչյուր մարդու օժտել է սեփական եսով, այսինքն բնական հոգով, որպեսզի ծառայելով ու սիրելով այն բարձրանա և նմանվի իր Արարչին։
Աստված է մշակույթի ոգեշնչումը, որպեսզի մշակույթի միջոցով մարդկային հոգիները նյութական աշխարհի նկատմամբ իրենց գերակայությունը և Աստծու առաջ իրենց հնազանդությունն ու ծառայությունն արտահայտեն։ Վերոհիշյալ 5 արժեքները հրեշտակային կերպար են ձեռք բերում ծառայության և սիրո միջոցով, ինչպես որ ստեղծել և կարգադրել է մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Սակայն ինչպես աստվածուրաց լուսաբեր հրեշտակը ակնթարթորեն սատանա դարձավ, այնպես էլ այս 5 արժեքները Աստծուց հեռանալով դառնում են կուռքեր և դևեր։ Ուշադրություն դարձրեք, որ նույնիսկ որոշակիորեն այս 5 կուռքերին հագուրդ տալը մարդկանց տանում է ծուլության, անբարոյականության, աստիճանական անկման, ամեն ինչից հրաժարվելու, խելացնորության և ինքնասպանության, ինչպես հռոմեական կայսրության մայրամուտին։ Իսկ այդ կուռքերին չհագեցնելը մարդկանց մեջ չափազանց չարություն, նախանձ, դժգոհություն, հանդգնություն, տարբեր տեսակի բռնություն և կրկին ինքնասպանություն է առաջացնում։ Երկու դեպքերում էլ բոլոր կուռքերը ատելությամբ ու հակակրանքով են վերաբերվում մեր բարի և խոնարհ Տեր Հիսուսին, հետևաբար մարդկանց պատերազմի են հանգեցնում։ Չենք թվարկի բոլոր այն դաժան խոցերը, որ այս հնգապատիկ կռապաշտության պատճառով բացվել են Եվրոպայի և Ամերիկայի օրգանիզմում, քանի որ ստիպված կլինենք կրկնել այն ամենը, ինչ առանց մեզ էլ ամեն օր հայտնվում են անվերջանալի հանցագործությունների մասին պատմող սյունակներում և լրատվական այլ աղբյուրներում, որոնց բովանդակությունը կարելի է արտահայտել մեկ հասկացությամբ՝ Քրիստոսի և նրա օրենքի արհամարհում։ Մինչև այս ասվածից հասկանալի է, որ քրիստոնյա ազգերը, որոնք Քրիստոսի հետ հոգևոր կապի մեջ էին, երթեմնազանց եղան և տրվեցին ոչնչության, փոշու, մոխրի և ստվերների հետ ստորակարգ միությանը։ Իսկ արդյոք ցանկացած ուխտադրուժ և դավաճան չի ապրում մշտական ահ ու տագնապի մեջ, մտահոգվելով, թե ինչպես պաշտպանի և ապահովի սեփական կյանքը։ Ահա ժամանակակից կռապաշտության բնորոշ կերպարն ու պտուղը՝ վախը, որի պատճառով առաջանում է ծայրահեղ եսասիրություն, նյութ և անցողիկ հաճույքներ ունենալու տենդագին ձգտում։ Եվ քանի որ միևնույն նյութական արժեքին ձգտում են շատերը, ապա բախումն ու պատերազմը անխուսափելի են։ Նկատում եք, որ ես միայն խոսում եմ քրիստոնյա ազգերի մասին, և դրա համար պատճառ կա։ Նրանք մղեցին նախորդ համաշխարհային պատերազմը և նրանք էլ պատրաստում են նորը։ Վերջին 1.5 դարի ընթացքում այն ժամանակից ի վեր և Եվրոպայում սկսեց ակնհայտ քրիստոսամարտությունը, եվրոպական երկրները բազում պատերազմներ են մղել, շատ ավելին, քան մնացյալ աշխարհը միասին վերցրած։ Դա խելացնորներին խրատելու համար նախատեսված Աստծու խարազանն է։ Սակայն խելացնորները խելքի չեկան, նրանք ավելի ու ավելի ներքև են գլորվում, դեպի անդունդ և կործանում։ Նրանք, ում Աստված ընտրել էր երկրի աղն ու աշխարհի լույսը լինելու համար, կորցրել են իրենց համն ու մթագնել։ Թեև նրանք դեռ պարծենում են իրենց որպես աղ և լույս ներկայացնելով, սակայն ոչ ոք նրանց չի հավատում։ Եվ Հնդկաստանը, և Չինաստանը, և Աֆրիկան դժբախտաբար արդեն սպիտակամորթներին աղ և լույս չեն համարում, այլ ճղճիմություն ու խավար։ Այս ամենից կարելի է հանգել հետևյալ եզրակացություններին. Առաջին. Գալիք պատերազմի պատճառները քրիստոնյա ազգերի և իրենց առաջնորդների աստվածուրացությունն ու կռապաշտությունն է։ Երկրորդ. Պատերազմի այս պատճառները լրիվ նույնն են, ինչպես այն պատճառները, որոնց հետևանքով աստվածաշնչյան Իսրայելը, որ աշխարհի երբեմնի աղն ու լույսն էր, տառապեց և վերջնականապես կործանվեց։ Երրորդ. Եթե այս պատճառները շուտապույտ չվերացվեն, ապաշխարությամբ և Քրիստոսին դառնալով, սպասվող ուժգին պատերազմները կհանգեցնեն ոչ միայն նոր ընդհարումների, այլև քրիստոնյա ազգերի ոչնչացման։ Այնուամենայնիվ, հենց ինքը՝ քրիստոնեությունը, կհաղթահարի նաև այդ փորձությունը։ Մաս Ժ.Թ. Ով կհաղթի գալիք պատերազմում։ Չեն հաղթի ոչ ավելի կրթվածները, ոչ ավելի բազմամարտները, ոչ էլ մյուսներից ավելի լավ զինվածները։ Գեներալ, եթե նույնիսկ ռազմարշավների փորձը ակնհայտորեն վկայում է որևէ բանի մասին, ապա լոկ վերը նշվածի։ Սա պարզ և հասկանալի է ոչ միայն աստվածաշնչյան պատերազմներից, այլ նաև ժամանակակիցներից։ Իրականում աստվածաշնչյան և ոչ աստվածաշնչյան պատերազմների մեջ տարբերություն չկա։ Մարդկային պատմության սկզբից մինչև վերջ տեղի ունեցած բոլոր պատերազմները աստվածաշնչյան են, այսինքն տեղի են ունենում ամեն ինչ որոշող, անտեսանելի երրորդի աչքի առաջ, ով կենդանի է, գործուն և ամենակարող։ Այս ամենը ծագում է կամ մի պատերազմող կողմի, կամ էլ երկու կողմերի մեղքերի պատճառով։
Այդ բոլոր պատերազմների պարագայում գործում է աստվածաշնչյան պատճառահետևանքային կապը, և բոլոր պատերազմները վերջանում են այնպես, ինչպես որոշում է հավերժական և անկասկածելի արդարությունը։ Հին Հնդկաստանը մշակութապես ավելի զարգացած էր, քան Ակբարի հորդանները, սակայն չկարողացան դիմադրել նրանց հարձակմանը։ Հռոմն էլ Գեզերիխից և Աթիլայից մշակութապես ավելի զարգացած էր, սակայն պարտվեց։ Էլ չասած, թե միջնադարյան Բյուզանդիան մշակութապես ինչքան ավելի զարգացած էր թուրքերից, սակայն պարտվեց։ Նաև Իսպանիան էր մավրերից շատ ավելի կրթված, բայց ընկավ նրանց գրոհից։ Եվ Անգլիան մշակութային առումով գերազանցում էր Ամերիկային, սակայն 140 տարի առաջ տապալվեց։ Մեր օրերում Ավստրիան եվրոպական իմաստով ավելի կիրթ էր, քան Սերբիան, բայց փլուզվեց։ Ռուսաստանն ավելի մեծաքանակ բանակ ուներ, քան Ճապոնիան, սակայն պարտվեց պատերազմում։ Համաշխարհային պատերազմում Գերմանիան ավելի լավ էր զինված, քան Ֆրանսիան, սակայն Փարիզից նահանջեց, կանգ առավ և վերջնական արդյունքում հանձնվեց։ Եթե սպիտակամաշկ մարդիկ առողջ և չմթագնած դատողություն ունենային, բազմաթիվ ազգերի փորձից կտեսնեին, որ մարդը միայն իշխում է պատերազմի պատճառների, այլ ոչ թե ելքի վրա։ Եթե մարդիկ ընդհարման պատճառներ են կուտակում, Աստված էլ թույլ է տալիս, որ պատերազմ լինի, և որոշում է դրա ելքը։ Նրանցից, ճնճղուկներից մեկն անգամ առանց ձեր հոր գետնին չի ընկնում, ասաց Փրկիչը և ավելացրեց, և ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշված են։ Եթե նույնիսկ ճնճղուկն առանց տիրոջ կամքի չի կարող գետնին ընկնել, այդ դեպքում ինչպես կարող է ամբողջական ազգ կամ նույնիսկ մեկ մարդ ընկնել մարտի դաշտում։ Եվ եթե մեր գլխի մազերն են հաշված, էլ ինչպես կարող է Աստված հաշված չլինի իր ստեղծած բոլոր մարդկանց։ Այնուամենայնիվ, մարդկանց արարիչը հաշվում է մարդկանց ոչ միայն զուտ նրանց թիվն իմանալու համար, այլ նրա հաշիվ վարելը միաժամանակ նաև նշանակում է յուրաքանչյուր անձի վիճակի որոշում։ Ուրեմն նախ և առաջ կարելի է հաստատապես ասել, որ կհաղթի այն կողմը, որին որ Աստծու կամքը հաղթանակ կշնորհի։ Իսկ թե որ կողմին Աստված կկամենա հաղթանակ շնորհել, հասկանալի է Աստվածաշնչից և նաև մեր ընդարձակ պատմությունից, ինչպես նաև մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր պատերազմներից, եթե այդ պատերազմները դիտարկվեն Աստվածաշնչի տեսանկյունից։ Կարճ ասած, Աստծու կամքը հաղթանակը կշնորհի այն կողմին, որը կունենա Աստծու հանդեպ ամենամաքուր և ամենաուժեղ հավատքը և ամենայն լրջությամբ կպահի Աստծու օրենքը։ Աստծուց հեռացած և անօրեն ազգը կպարտվի պատերազմում, անգամ եթե նրա քանակը անտառի տերևների չափ լինի։ Այս կամ այն ազգի անօրեն աստվածուրաց ղեկավարներին չի փրկի ոչ խելքը, ոչ հաշվարկը, ոչ բանակը, ոչ մշակույթը, ոչ զենքը, ոչ դիվանագիտական ցանցը, ոչ ճարտարախոսությունը և բացարձակապես ոչինչ այս նյութական աշխարհում։ Իսկ այն ազգը, որն իր ղեկավարների հետ միասին կկառչի մեր Տեր Հիսուս Քրիստոսից, մենք դեռ խոսում ենք քրիստոնյա ազգերի մասին, կազատվի պատերազմից կամ հաղթանակած դուրս կգա, անկախ իր քանակից, մշակույթից և սպառազինությունից։ Գեներալ, դուք ինձ հարցնում եք, թե դա Եվրոպայի կամ Ամերիկայի որ ազգն է։ Մինչև պատերազմը հիմնականում անկախությունից զուրկ, շատ տառապած գյուղացիական փոքր ազգերի մեջ դեռ կարելի էր այդպիսի մեկին գտնել, բայց մի՞թե չեք նկատում, որ պատերազմից հետո ազգերը սկսել են մրցակցել չարության հարցում։ Անհավատությունն ու ժամանակակից կռապաշտությունը սպիտակամորթ ազգերի միջից կրակե գետի պես դուրս է հորդում, ողողելով աշխարհի 4 կողմերը, ներթափանցելով ոչ միայն նահապետական կենսակերպ ունեցող փոքր սպիտակամաշտ ազգերի մեջ, այլ նաև տարածվում է Ասիայում, Աֆրիկայում և բոլոր հայտնի ու գաղութացված կղզիներում։ Սպիտակների մշակույթն ասիական ականավոր մտածողների կողմից անվանվում էր կապիկների և հեղձուցիչ գազերի մշակույթ, որից մինչև հիմա այլ ազգերի մշակույթները նողկում էին և ծաղրում էին, իսկ հիմա ընկալվում և յուրացվում է նաև վերջիններիս կողմից։ Ինչու այլ նվազ, եսապաշտական և ավելի խաղաղասեր մշակույթ ունեցող ազգերը, ատելով և ծաղրելով եվրոպա-ամերիկյան մշակույթը, ընդունում են այն։ Հենց այն նույն պատճառով, գեներալ, որով Դավիթը սուր չունենալով պատյանից հանեց Գողիաթի սուրը և կտրեց նրա գլուխը։ Ոչ եվրոպական մշակույթի ազգերը սկսեցին արագ զինվել եվրոպացիների մշակույթով, որպեսզի Եվրոպայից պաշտպանվելու և նրա իսկ զենքով նրա գլուխը կտրելու հնարավորություն ունենան, ինչ որ շատ են ցանկանում։
Երբ էլ որ Հնդկաստանի, Ճապոնիայի, Չինաստանի և Եգիպտոսի երևելի զավակներն իրենց ձայնն էին բարձրացնում, կարելի էր եվրոպական մշակույթի հստակ քննադատություն լսել։ Այդ դեպքում ինչու են այդ ժողովուրդները այդքան տենդագին յուրացնում եվրոպական ռազմամոլ մշակույթը։ Կրկին հարց ենք տալիս, որպեսզի պայքարեն Եվրոպայի դեմ և վրեժխնդիր լինեն։ Սա միակ ճիշտ պատասխանն է։ Բնականաբար նրանք սխալվում են, կարծելով, թե եվրոպացիների մշակույթը հաջողության երաշխիք է նմանատիպ դիմակայության պարագայում։ Չէ՞ որ այդպես մտածելով, նրանք մոռանում են, եթե իհարկե երբևէ իմացել են, որ հաղթում է ոչ թե մշակույթը, այլ արդարությունն ու ճշմարտությունը, եթե հաշվի չեն առնում այն երրորդին, անտեսանելիին և ամեն ինչ որոշողին։ Լավ, իսկ ինչ կլինի, եթե նրանք ամեն ինչում եվրոպականացվեն և ասենք հաղթեն Եվրոպային։ Արդյոք աշխարհի երեսից չի վերանա այդ լոկ փոքր Եվրոպան և չի վերափոխվի ավելի մեծ Եվրոպայի։ Արդյունքում ինչ կշահեն հաղթողները։ Կարծում եմ, որ ոչինչ չեն շահի, սակայն կկորցնեն ամեն ինչ։ Բայց ով կարող է հիմա համոզել մեր ասիացի եղբայրներին, որ իրենց համար ավելի լավ է համբերել բռնակալությանը, քան դառնալ բռնակալ։ Արդյոք մեզ ականջ կդնեն, եթե անտեսում են իրենց վաղեմի հոգևոր և բարոյական օրենսդիրների, Կրիշնայի, Բուդդայի, Կոնֆուցիոսի և Լաո Ցզիի նմանատիպ խրատները։ Այստեղ մենք մեր ուշադրությունը սևեռենք նաև Ասիայի վրա, քանի որ Աստված կարող է նրանց էլ բարեհաճ վերաբերվել և առաջիկայում հաղթանակ շնորհել։ Ավելի հստակ, եթե Աստված Եվրոպայում և Ամերիկայում հաղթանակի արժանի ոչ մի ազգ չգտնի սպիտակ ազգերի միջև պատերազմում, ապա Ասիայից մեկ կամ մի քանի ազգեր կկանչի և պատերազմում հաղթանակ կշնորհի։ Նորից Աստվածաշունչը հիշենք. եթե Հուդայի երկիրն էր մեղք գործում, Իսրայելը հարձակվում և հաղթում էր։ Եթե Իսրայելն էր մեղք գործում, Հուդայի երկիրն էր ոտքի կանգնում նրա դեմ և պարտության մատնում։ Իսկ երբ այս երկու երկրներն էլ հավասարաչափ հեռացան միակ և կենդանի Աստծուց, տրվելով կռապաշտության խավարին, այդ ժամանակ Աստված հեռվից կանչեց ասորեստանցիների Սաղմոնասար թագավորին և բաբելոնյան Նաբուգոդոնոսոր արքային։ Բաբելոնցիների Նաբուգոդոնոսոր արքային իմ ծառային։ Եվ նրանց ձեռքը մատնեց հրեական երկու երկրներն էլ։ Եվրոպական ազգերի միջև փոխհարաբերությունները մինչև հիմա էլ նման են Հուդայի և Իսրայելի փոխհարաբերություններին։ Երբեմն մի պետություն հաղթում էր մյուսին, երբեմն երկրորդը պարտության էր մատնում առաջինին, մինչև վերջին պատերազմում բանը հասավ նրան, որ այլևս հասկանալի չէ, թե գերտերություններից որն է հաղթողը, իսկ որը պարտվողը։ Բացի դա էլ առաջին հերթին հաղթող համարվում են ամենափոքր պետությունները, ինչպիսիք են Սերբիան, Ռումինիան, Չեխիան և Լեհաստանը։ Այլ կերպ ասած, հաղթանակած հերոսների ամենաշատը նման են ազատագրված ստրուկները։ Եվ քանի որ այս նախկին ստրուկները, որոնք պետք է առավելագույն նվիրվածություն և երախտագիտություն ցուցաբերեին Աստծու նկատմամբ, ողբերգազավեշտական արագությամբ սկսեցին ներգրավվել եվրոպական անհավատության և կռապաշտության մեջ, ապա իրոք Աստծու աջից հաղթանակ ընդունելու համար Եվրոպայում մաքուր ձեռքեր գտնելը մեծ ջանք է պահանջելու։ Եվ զարմանալի կլինի, եթե քրիստոնյա ազգերի գալիք բախումների ժամանակ, ասենք Աստված իր ծառա Չինաստանին բերի, որպեսզի պատժի քրիստոնյա Հուդային և Իսրայելին, այսինքն Եվրոպային և Ամերիկային։ Սակայն այս ամենը պայմանական է ոչ միայն մարդկանց համար, այլև հենց Աստծու։ Գալիք պատերազմում հաղթանակը պետք է կապված լինի ապաշխարության հետ։ Այն ազգը, որը բոլորից շուտ կապաշխարի և Աստծուն կկանչի և կուղղվի, եթե նույնիսկ Աստծու թողտվության պատերազմի մեջ ներգրավվի, կհաղթի։ Պարտադիր չէ, որ մեծ ազգերից ինչ-որ մեկը լինի։ Դա կարող է փոքր ազգերից մեկը լինել, որի սակավամարդության և անկրթության վրա, իհարկե եվրոպական իմաստով, կարող են զվարճանալ մեծ և կիրթ ազգերը։ Սակայն դուք հարցնում եք, գեներալ, թե ինչ կլիներ, եթե ապաշխարեին բոլոր քրիստոնյա ազգերը։ Այդ դեպքում, գեներալ, կհաղթեին բոլորը։ Բոլորը հաղթանակած կլինեին, քանի որ գործը պատերազմին չէր հասնի։ Այնպես ինչպես մարդկային հոգու և բարոյականության որակը պայմանավորում է հաղթանակը, հենց նույն կերպով էլ որոշվում է պատերազմ լինելու է, թե ոչ։ Օհ, եթե մարդկային ցեղն այդպիսի երջանկություն ունենար, որ բոլորը ապաշխարեին ու հաղթանակի պսակին արժանանային։ Չնայած դրանից ավելի դյուրին ու փրկարար ոչինչ չկա,
Այսպես թե այնպես ժամանակակից մարդիկ կընտրեն ամենադժվար և կորստաբեր ուղին։ Սիրելի գեներալ, չափազանց դժվար և օրհասական ժամանակ կգա, երբ դուք էլ նույնքան անհանգստացած կլինեք ձեր հայրենիքի վիճակով, որքան որ մյուս մարդիկ իրենց սեփական երկրների համար։ Քանի որ Ամերիկայի ժողովուրդը շատ է հպարտացել համաշխարհային պատերազմում իրենց հաջողություններով և սկսել է Եվրոպային ու ամբողջ աշխարհին վերաբերվել ոչ թե կարեկցանքով, այլ արհամարհանքով, իսկ արհամարհվածները հիմնականում շահած են դուրս գալիս, ի տարբերություն նրանց վրա վերևից նայողների։ Եթե պատերազմում մյուս հաղթողների պարծանքն աղքատությամբ մեղմվում է, ապա ամերիկացիների մոտ այդ ամբարտավանությունը հարստությամբ ավելի է սնվում։ Բայց եթե բուլդոգը արևի հետ հարձակվի բիզոնի վրա, արդյոք բիզոնը ծանր վիրավորումով գետնին չի տապալվի։ Պարտադիր չէ, որ պատերազմը սկսվի այնտեղ, որտեղ մարդիկ դրան ինչ-որ պահի սպասում են։ Եթե շատ հին հրաբուխներ լոկ ծխում են, ապա նորերը հանկարծակի են արթնանում, նախքան համընդհանուր պատերազմի բռնկումը։ 2 կամ 3 ազգերի միջև սարսափելի բախումներ կլինեն։ Ասենք շատ հաղթանակներ, մեծամեծ վնասների պատճառով արժեզրկված և պարտությանը հավասարազոր կլինեն, երբ հաշվի առնվեն դրանց հետևանքները։ Վերոհիշյալից պարզ է դառնում հետևյալը. Առաջին, գալիք պատերազմում ամենաշատը կտանջվեն այն ազգերը, որոնք Աստծու առաջ ամենաամբարտավանը կլինեն։ Երկրորդ, սպասվող պատերազմում հաղթանակը պայմանավորված կլինի ապաշխարությամբ և Քրիստոսին դառնալու փաստով։ Երրորդ, եթե ոչ մի քրիստոնյա ազգ չապաշխարի և չդարձնի Քրիստոսին իր հոգու և կյանքի փարոսը, ապա Աստված հաղթանակը կշնորհի ասիական ոչ քրիստոնյա ազգերին։ Մաս I. Պատերազմների վերաբերյալ մարգարեական խոսքերի իրականացումը։ Գեներալ, թույլ տվեք Աստվածաշնչից ևս 2-3 էջ կարդալ և թեման փակենք։ Աստծու մարգարեները հստակ տեսնում էին, որ անաստված ազգերի կյանքում Աստված թույլ էր տալիս պատերազմներ այնպես, ինչպես ժանտախտ, սով, երաշտ, երկրաշարժ, մորեխների և այլ վնասատուների հարձակումներ, նաև այլ դժբախտություններ ու վշտեր, որոնց նպատակը անօրեններին խելքի բերելն ու Աստծուն դարձնելն էր։ Հարվածեցի ձեզ խորշակով և չոռով, ձեր բազմաթիվ պարտեզները և այգիները, թզանիներն ու ձիթենիները թրթուրը կերավ, սակայն դուք չդարձաք դեպի ինձ, ասում է Տերը։ Ձեր մեջ ժանտախտ գցեցի, ինչպես Եգիպտոսում կոտորեցի ձեր երիտասարդներին, ձեր երիվարները գերեվ արեցի, սպառեցի ձեր բանակները, իմ բարկության հրով, սակայն դուք չդարձաք դեպի ինձ, ասում է Տերը։ Այս բոլոր դժբախտությունները թափվում էին Եվրոպայի գլխին, սակայն նա չէր դառնում դեպի Տերը։ Ավելին, պատերազմի արժանի լինելով շարունակ խաղաղության մասին էր պնդում։ Ամբարիշտներն ուրախություն չեն տեսնելու, ասում է Տերը, քանի որ նա խաղաղությունը պղծում է մեղքերով և անօրենություններով, Տիրոջ դեմ մարտնչելով, որովհետև միամիտների խոտորումը նրանց պիտի սպանի, և անմիտների անհոգությունը պիտի կործանի նրանց։ Սոդոմն ու Գոմորը պատերազմի պատճառով չկործանվեցին, այլ անաստված խաղաղության։ Իմ խաղաղությունը, ողորմությունն ու գթությունը հետ եմ վերցրել այս ժողովրդից, ասում է Տերը։ Ինչու է բարեգութ Աստված այս կամ այն ազգից վերցնում խաղաղությունը։ Նրանց բերանի խոսքերը իրենց ընկերոջ հետ խաղաղության մասին են խոսում, իսկ նրանք իրենց սրտում թշնամություն ունեն։ Միթե սրանց համար չեմ պատժելու նրանց կամ այդպիսի ազգից վրեժխնդիր չեմ լինելու, ասում է Տերը։ Այդպիսի երկերեսանիության և նենգության համար թող մարդկանց դիակները խայտառակության օրինակ դառնան երկրի դաշտերի երեսին, թող լինեն ինչպես խոտն է մնում հնձողից հետո, և չի լինի մեկը, որ այն հավաքի։ Համատարած կեղծավորություն է տիրել քրիստոնյա ազգերի ղեկավարներին, շատ են խոսում խաղաղության մասին, սակայն միաժամանակ գաղտնի կերպով դաշինքներ են կնքում միմյանց հետ։ Ի դեպ, յուրաքանչյուր այդպիսի գաղտնի դաշինք պատերազմ է նշանակում։ Ամբարիշտները սրի են մատնվելու, ասում է Տերը, և սրի էր մատնում նրանց և կշարունակի մատնել։ Մարգարեները Երուսաղեմի և հրեաների ոչնչացման մասին ամեն ինչ ամենայն մանրամասնությամբ կանխագուշակել էին, որովհետև դուք ավելի խռովարար եք, քան ձեր շրջակայքում եղող ազգերը, իմ կանոններով չընթացաք, իմ պատվիրանները չկատարեցիք, և ըստ ձեզ շրջապատող ազգերի կանոնների իսկ չվարվեցիք, ասում է Տերը։ Ազգերն իրենց աստվածներին փոխել են, թեև նրանք աստվածներ էլ չեն, բայց իմ ժողովուրդն իր փառքը փոխանակեց նրանց հետ, որոնցից օգուտ չի ունենալու,
Քրիստոնյա ազգերն իրենց շարունակական անօրենություններով ոչ քրիստոնյա ազգերից շատ ավելի վատն են դարձել։ Եվ եթե ոչ քրիստոնյա ազգերը դեռ ամուր կառչած են իրենց աստվածներին, այսինքն կուռքերին, ապա քրիստոնյա ազգերի մեջ Քրիստոսի դեմ ոչ միայն համապատասխան քարոզչություն, այլև իսկապես բացահայտ հալածանք է կազմակերպված։ Նմանատիպ պատկեր էր նաև միաստված հրեաների մոտ իրենց պետականության տապալումից հետո։ Եթե հրեաների շուրջն ապրող հեթանոսները հավատարմաբար իրենց կուռքերին էին պաշտում, ապա հրեաները ուրացել էին միակ Աստծուն և անարգում էին Տիրոջ օրենքը։ Աստված անիծեց հրեաներին, սակայն նրանք շարունակում էին մնալ իրենց անօրենությունների և պղծությունների մեջ։ Տեր, աչքերդ հառած ճշմարտությանը տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան։ Իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։ Իսկ Աստված հորդորում է ժողովրդին. «Դեն նետեցեք ձեզանից ձեր բոլոր ամբարշտությունները, որ կատարել եք իմ հանդեպ, ձեզ համար նոր սիրտ ու նոր հոգի ստացեք, կատարեցեք իմ բոլոր պատվիրանները։ Ինչու մեռնես, ով տունդ Իսրայելի, հիրավի ես մեղանչածի մահը չեմ տենչում, այլ նա թող հետ կանգնի իր չար ճանապարհներից ու փրկի իր հոգին։ Արդ եկեք հետ դարձեք և ապրեցեք»։ Արդյոք Աստված չի խարազանում քրիստոնյա ազգերին, նոր Իսրայելին։ Սակայն նրանք ցավ չեն զգում։ Միթե չի կոտորել նրանց պատերազմով և համաճարակներով, սակայն նրանք այդպես էլ խելքի չեկան։ Եթե նրանց դժբախտություն էր պատահում, ապա կանչում էին Տիրոջը, և Տերը ներում էր նրանց ու խաղաղություն էր տալիս, որպեսզի նորից պատժի նոր պատերազմով հերթական անօրենությունների համար։ Այդպիսին էր նախկինում իրավիճակը նաև հրեաների համար։ Ով Տեր, տագնապի մեջ նրանք քեզ որոնեցին, աղոթք մրմնջացին, երբ դու պատժում էիր նրանց, սգում է Սուրբ Մարգարեն։ Իսկ Աստված սպառնում է. պիտի գնամ, վերադառնամ իմ տեղը, մինչև որ խոստովանեն իրենց հանցանքը և իմ դեմքը փնտրեն։ Երբ նրանք նեղության մեջ լինեն, թախանձանքով ինձ պիտի դիմեն։ Աստված մարդ չէ, որ չիմանա։ Աստված գիտի, որ դժբախտությունը մեղավոր մարդկանց դարձնում է դեպի ճշմարտությունը, այդ պատճառով էլ վշտեր է ուղարկում։ Խաղաղության և առատության մեջ մարդիկ անօրեն և ինքնահավան են դառնում։ Այդ պատճառով էլ Աստված նրանց դառնություններ և տխրություն է ուղարկում, որպեսզի սթափեցնի։ Այստեղից էլ սրբերի մոտ ասացվածք է առաջացել. եթե մի փոքր չվշտանաս, Աստծուն չես աղոթի։ Շատ ակնկալեցիք, բայց ահա քիչ ստացաք։ Բերեցիք տուն, բայց ես ցրիվ տվեցի։ Ինչու՞, ասում է Տերը։ Իմ տան պատճառով, որ ավերակ է, իսկ ձեզանից յուրաքանչյուրը իր տնով է զբաղված։ Ուստի երկինքը ձեզ վրա դադարեցրել է ցողը, իսկ երկիրն իր բերքն է դադարեցրել։ Եվ ես երաշտ բերեցի երկրի վրա, և բլուրների վրա, ցորենի վրա, գինու և յուղի վրա, և ամբողջ բերքի վրա, մարդկանց վրա և անասունների վրա, և ձեռքերի ամբողջ վաստակի վրա։ Սակայն եթե չեն օգնում փոքր անհաջողությունները, Աստված թույլ է տալիս, որ բոլոր չարիքները և տառապանքները գերազանցող ծայրահեղ դժբախտություն, պատերազմ լինի։ Սրով պիտի վախճանվեն իմ ժողովրդի բոլոր մեղավորները, որոնք ասում էին, թե չարիքները չեն մոտենա մեզ, չեն հասնի մեզ վրա։ Այսպես էլ այսօր պնդում են Եվրոպայում և Ամերիկայում, մեզ չարիքը չի մոտենա։ Մինչդեռ հրավիրում են չարիքը և նրա համար միլիարդավոր ոսկեդրամներ արժեցող խրախճանք պատերազմներ են կազմակերպում։ Ամենուր լսվում է մարտերի պատրաստության աղմուկն ու դղրդյունը, որովհետև ամենուր պատերազմում են Քրիստոսի դեմ։ Ինչպիսի մեղքերով իրենց անրացրեց Իսրայելը, որոնց պատճառով կործանվեց։ Հավաքվեցեք Սամարիայի լեռան վրա և տեսեք նրա միջի բազում խռովությունները և նրա մեջ գործված հարստահարությունները։ Նրանք ուղիղն անել չգիտեն, ասում է Տերը, այլ իրենց ամրոցներում բռնություն ու հափշտակություն են դիզում։ Անկարգություն, բռնություն, թալան։ Թռուցիկ հայացքով նայենք Եվրոպային, որտեղ զոհեր են մատուցվում մեծ կուռք մշակույթին, և ասացեք արդյոք Սամարիայի ժամանակները չեն վերադարձել։ Պատերազմի և փլուզման հիմնական պատճառը ազգային առաջնորդների և ղեկավարների մեղքերն էին։ Հիմա լսեք, ով Հակոբի գլխավորներ և Իսրայելի տանիշխաններ, դուք չէ՞ որ պետք է իմանաք իրավունքը, դուք բարին ատողներդ և չարը սիրողներդ,
որ ուտում եք իմ ժողովրդի միսը և նրանց կաշին մաշկում իրենց վրայից, նրանց ոսկորները փշրում։ Խաղաղություն են քարոզում, երբ իրենց ատամները կծելու բան ունեն, իսկ ով որ նրանց բերանը բան չի դնում, նրա դեմ պատերազմ կհայտարարեն։ Ուստի Սիոնը ձեր պատճառով իբրև արդ պիտի հերկվի, Երուսաղեմը ավերակների կույտի պիտի վերածվի։ Ահա ես չարիք եմ բերելու այս տեղի վրա, որ ամեն լսողի ականջները զնգան, նրա համար, որ ինձ թողեցին։ Արդյոք մինչ օրս ամբողջ աշխարհի մարդկանց ականջներում չեն զնգում հրեաների հետ միաժամանակ տեղի ունեցած պատերազմի արձագանքները։ Այնինչ մարգարեն կանխատեսել էր հին Երուսաղեմի մասին, բառացիորեն տեղի ունեցավ։ Միթե կասկածի է արժանի այս կանխատեսումը նոր Երուսաղեմի մասին, որտեղ խոստացյալ Քրիստոսը հենց ինքն Աստված է։ Եվ իրենց թշնամիների առաջ սրով կտապալեմ նրանց, իրենց կյանքը փնտրողների ձեռքով, նրանց դիակներն իբրև կերակուր կտամ երկնքի թռչուններին և երկրի գազաններին։ Եվ իսկապես, շատ պատերազմների ընթացքում երկնային թռչուններն ու երկրի գազանները կերուխում արեցին և գերհագեցան, ինչպես կանխատեսված էր ոչ միայն հին, այլ նոր Իսրայելում։ Մեծ կերուխում էր նաև նրանց համար անցյալ պատերազմի ժամանակ բալկանյան և եվրոպական սարերում։ Սուրը դրսից, իսկ ժանտախտն ու սովը ներսից։ Դաշտում գտնվողը սրով պիտի մեռնի, իսկ քաղաքում գտնվողին սովն ու ժանտախտն են լափելու, և նրանց ազատվածները, որ կազատեն սարերի վրա, կլինեն ձորերի աղավնիների նման։ Արդյոք սա գալիք պատերազմի արժանահավատ պատկեր չէ։ Ահա ես պիտի պատժեմ նրանց, երիտասարդները սրից պիտի ընկնեն, նրանց որդիներն ու դուստրերը սովից պիտի մեռնեն։ Իսրայելացիները զարմանում էին այս և նմանատիպ սպառնալիքներից, քանի որ իրենց շուրջը այնքան հզոր ոչ մի ազգ չէին տեսնում, որ կարողանար իրենց կործանել։ Նրանց այս տարակուսանքներին Աստված պատասխանեց մարգարեի հետևյալ խոսքերով. «Ահա ես ձեզ վրա հեռվից մի ազգ եմ բերում, ով Իսրայելի տուն։ Նա դիմացկուն ազգ է, նա հին ազգ է, մի ազգ, որի լեզուն չգիտես»։ Այդ ազգը բաբելոնացիներն էին։ Տերն այսպես է ասում. «Ահա այս քաղաքը տալիս եմ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա կրակով պիտի այրի այն»։ Եվ իսկապես եկավ Բաբելոնի Նաբուկոդոնոսոր թագավորը, ավերեց Երուսաղեմը, հրի մատնեց, իսկ ժողովրդին գերեվարեց։ Միթե Աստված չի կարող չինացիներին ուղարկել եվրոպացիների վրա։ Ժամանակին Բաբելոնից մինչև Երուսաղեմ շատ ավելի երկար ճանապարհ էր, քան հիմա Պեկինից Վիեննա։ Անշուշտ Աստված պատերազմով պատժում էր ոչ միայն հրեաներին, այլև ուրիշ ազգերի, և դա էլ էին կանխատեսել սուրբ մարգարեները։ Մարգարեություն Բաբելոնի մասին։ Որովհետև դու շատ ազգերի ես կողոպտել, ժողովուրդների բոլոր մնացորդները քեզ պիտի կողոպտեն։ Վայ ավան արյունով կառուցողին և քաղաքը անիրավությամբ հաստատողին։ Տիրոջ ձեռքին Բաբելոնը ոսկե բաժակ էր, որ արբեցնում էր ամբողջ երկիրը։ Նրա գինուց խմեցին ազգերը, դրա համար ազգերը խենթացան։ Հանկարծ տապալվեց Բաբելոնը և ջախջախվեց։ Խենթացավ նաև եվրոպական մշակույթի գինին խմած ազգերը։ Այսպես է ասում Աստված Բաբելոնի մասին. «Դու ինձ համար կռան ես, պատերազմի գործիք, և ես քեզանով ազգեր կջարդեմ, և թագավորություններ կկործանեմ քեզանով։ Ահա ես քո դեմ եմ, ով ամբարտավան, ասում է Զորությունների Տեր Աստվածը, որովհետև եկել է քո օրը, քեզ պատժելու ժամանակը, սուր քաղդեացիների վրա, ասում է Տերը, և Բաբելոնի բնակիչների վրա, նրա իշխանավորների և նրա իմաստունների վրա, սուր գուշակների վրա, որ հիմարանան, սուր նրանց պատերազմիկների վրա, որ զարհուրեն, սուր նրա ձիերի և նրա կառքերի վրա, և նրա մեջ եղող համայն խառնամբոխի վրա, որ կանանց նման դառնան, սուր նրա գանձերի վրա, որ հափշտակվեն, երաշտ նրա ջրերին, որ չորանան, որովհետև նա կուռքերի երկիր է, և իրենց կուռքերով խենթանում են։ Որովհետև ես ահա պիտի զարթնեցնեմ և հյուսիսի երկրից Բաբելոնի դեմ բերեմ մեծամեծ ազգերի բազմությունը, նրանք շարվելու են նրա դեմ և այնտեղից նա կգրավվի։ Եվ իսկապես հպարտ Բաբելոնի դեմ միասին ոտքի ելան մարերն ու պարսիկները և գրավեցին այն։ Եվ Բաբելոնը թագավորությունների զարդը, քաղդեացիների պարծանքի շքեղությունը, Սոդոմի ու Գոմորի պես կդառնա, երբ Աստված դրանք կործանի։ Այստեղ ապրող չպիտի լինի և չի բնակեցվի սերնդեսերունդ։ Արաբն այնտեղ չի խփելու իր վրանը, հովիվներն այնտեղ չեն հանգստացնելու իրենց հոտերը։ Այլ վայրի գազաններն են մակաղելու այնտեղ,
բվերն են լցնելու նրանց տները։ Այծամարտերն են պարգալու։ Այս ամենը բառացիորեն տեղի ունեցավ։ Հայտնի է, որ հիմա քարավանները շտապում են արագ անցնել այնտեղով, որտեղ ժամանակին Բաբելոնն էր, քանի որ մարդիկ չեն համարձակվում գիշերել այնտեղ տարբեր տեսակի ուրվականների պատճառով։ Մարգարեություն Ասորեստանի մասին։ Եվ Ասորեստանն ընկնելու է սրով, բայց ոչ մարդու։ Ասորեստանը պատերազմում կկործանվի, քանի որ իր սիրտը գոռոզացավ։ Մարգարեություն Նինվեի մասին։ Վայ արյունալի քաղաքին ամբողջությամբ լի ստով, հափշտակությամբ, որսը չի պակասում։ Այդ պատճառով էլ քո երկրի դարպասները բացվելու են թշնամիների առաջ։ Մարգարեություն Եգիպտոսի մասին։ Ահա ես դեմ եմ Եգիպտոսի փարավոն թագավորին և պիտի կոտորեմ նրա բազուկները, բայց պիտի զորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները, քանի որ Աստված ընտրել էր նրան որպես պատժի գործիք, սակայն փարավոնի բազուկները կոտրելու եմ, քանի որ պիտի ուժասպառ լինեն նրա բազուկները, որին Աստված ցանկանում է պատժել անօրենության համար։ Մարգարեություն Տյուրոսի մասին։ Եվ Տյուրոսն իր համար ամրոց կառուցեց, և արծաթը դիզեց հողի պես ու մաքուր ոսկին փողոցների ցեխի պես։ Տերն ահա պիտի ժառանգի այն և պիտի ծովում զարկի նրա զորությանը, և նա կրակով պիտի սպառվի։ Հետևաբար ոչ արծաթը, ոչ ոսկին բացարձակապես չեն օգնում, եթե անօրենությունների և պղծության բաժակը լցվի, և Աստծու ձեռքը որևէ մեկի վրա իջնի։ Մարգարեություն Սիդոնի մասին։ Քո անօրենությունների շատությամբ, քո անիրվրավ առևտրով պղծեցիր քո սրբարանը, ես քո միջից կրակ հանեցի, և այն սպառեց քեզ, երկրի վրա քեզ մոխիր դարձրի, և հավիտյան չքացար։ Իսկապես այսօր հազիվ թե կարելի լինի մատնանշել Սիդոնի տեղը, իսկ ժամանակին այն չափազանց հարուստ էր, չափազանց քաղաքակիրթ, բայց վերին աստիճանի հպարտ և անօրեն։ Եվ նրա վրա ժանտախտ պիտի ուղարկեմ, և նրա փողոցների մեջ արյուն, և նրա մեջ սրով սպանվածներ պիտի ընկնեն, այն սրով, որը նրա դեմ է ամեն կողմից, և պիտի իմանամ, որ ես եմ Տերը։ Մարգարեություն Եդովմի մասին։ Ուստի կենդանի եմ ես, ասում է Տեր Աստված, որ քեզ արյան եմ մատնելու, և արյունը պիտի հալածի քեզ, որովհետև դու արյունը չատեցիր, արյունն էլ պիտի հալածի քեզ։ Ինչու՞։ Եվ դուք ձեր բերանով հպարտացաք իմ դեմ և ձեր խոսքերը շատացրիք իմ դեմ։ Ես լսել եմ։ Այսպիսով հերթով մարգարեություններ են ասվում մնացյալ հեթանոս ժողովուրդների մասին։ Ես նրանց ցրիվ պիտի տամ անապատի քամուց տարվող մղեղի նման, ասում է վիրավորված Աստված։ Ինչպես նա ասաց, այնպես էլ արեց։ Այսպիսով ով նրան կհակառակվի։ Ոչ մեկը։ Ով կշարժի նրա գութը, զղջացողը։ Մեղք գործեցին ազգերն ու ժողովուրդները, զանց առնելով Աստծո օրենքը, անարգելով կենդանի Աստծո անունը, սրտում հպարտանալով և ամբարտավանալով, իրենց ձեռքի գործերին երկրպագելով, չլսելով Աստծո նախազգուշացումները, չհասկանալով Աստծո նշանները, չզղջալով և չապաշխարելով, այդ պատճառով էլ սրով ընկան նրանք։ Այսպես է պետք կարդալ և հետազոտել պատերազմի ժամանակագրությունը։ Մաս Ա. Ավետարան և պատերազմ։ Այժմ փակենք հին կտակարանը և բացենք նոր կտակարանը։ Արդյոք ճիշտ եմ հասկացել ձեր հարցը, գեներալ։ Կողմ էր փրկիչը պատերազմին։ Կներեք, բայց դա նույնն է, թե հարցնել ուզում է արդյոք մայրը իր երեխային քոթակել։ Ոչ մի խելամիտ մայր չի հարվածի իր զավակին առանց խիստ անհրաժեշտության։ Երբ հասկացնելու բոլոր միջոցները սպառվում են, միայն այդ դեպքում է մայրը վերցնում ճիպոտը, որ ուշքի բերի իր ճանապարհից շեղված երեխային։ Սակայն այս պատժի դրդապատճառը ոչ թե զայրույթն է, այլ անհանգիստ մայրական սերը, մտահոգված նրանով, որ իր երեխան վերջնականապես չշեղվի, ինչպես նաև մյուս երեխաներին սխալ և կործանարար ճանապարհներից զերծ պահելու ցանկությունը։ Գավազանն ու հանդիմանությունը իմաստություն կտան, բայց իր կամքին թողնված տղան անարգանք կբերի իր մորը։ Չեք նկատել արդյոք, որ նման պատժից հետո և մանուկը, և մայրը լացում են։ Ցավից լաց է լինում նաև մայրը, որպեսզի մեղմի իր զավակի ցավը։ Եվ արդյոք ձեզ չի հաջողել ականատես լինել հուզիչ այն տեսարանին, երբ պատժից հետո երեխան ծիծաղում է, իսկ մայրը լաց է լինում։ Օհ, երկնային մայրական սեր։ Մեզանից որ մեկը հասուն տարիքում չի օրհնել իր մորը,
այն սակավաթիվ քոթակումների համար, որ ստացել է մանկության տարիքին, և որ մեկս մոր այս արարքը չի ընկալում որպես նրա մտահոգ սիրո առավել հաստատուն ապացույց։ Այդպես և պատերազմը Աստծու կողմից պատիժ է իր երեխաներին, որպեսզի փրկի նրանց վերջնական կործանումից։ Աստված, որի սերն անհամեմատելի մեծ է մայրական սիրուց, թույլ է տալիս խարազան իջնի մարդկության վրա ոչ թե զայրույթից ելնելով, այլ միմիայն սիրուց և հոգատարությունից դրդված։ Տեր Հիսուս Քրիստոս բացահայտեց մարդկանց երկրային կյանքի նպատակը և պարզ մատնացույց արեց ճանապարհը, որով կարելի է հասնել այդ նպատակին։ Նրանից առաջ մարդիկ չգիտեին ոչ իրենց գոյության նպատակը, ոչ դրան հասնելու ուղին։ Աշխարհի բոլոր ժողովուրդների մեջ ծնվում էին մեծ իմաստուններ, որոնք շատ թե քիչ պատկերացում ունեին և քարոզում էին մարդկանց ճանապարհի և նպատակի մասին, սակայն նրանք իրենց խոսքերը չէին կարող հիմնավորել փաստերով, առավել ևս բացահայտել և ցույց տալ մարդուն հոգևոր ճշմարտությունների թագավորությունը։ Քրիստոս ավետեց, որ կյանքի նպատակը հենց ինքը կյանքն է, այսինքն հավերժական կյանքում է թաքնված այս ժամանակավոր կյանքի իմաստը։ Երկնային թագավորությունը այն լուսափայլ քաղաքն է, դեպի ուր մենք շտապում ենք, քայլելով այս աշխարհով, նշաններով և խորհրդանիշերով լի անտառով, որը մատնացույց է անում երկնային քաղաքը։ Քանի որ ըստ Քրիստոսի առաքյալների խոսքերի, այստեղ մնայուն քաղաք չունենք, այլ հանդերձյալն ենք որոնում։ Հավերժական կյանք երկնային թագավորության մեջ գտնվող լուսափայլ հրեշտակային քաղաքում, ահա նպատակը։ Իսկ այդ նպատակին տանող ճանապարհը հենց ինքն է, իր օրինակը և իր բոլոր պատվիրանները։ Դուք նախ Աստծո թագավորությունը փնտրեք։ Սա գլխավոր հիմնարար և միակ խելամիտ մարդկային ձգտումն է։ Ըստ էության սա ամեն ինչ է։ Մնացածը երկրորդական է։ Եվ ուտելիքը, և հագուստը, և առողջությունը, և կացարանը, և խաղաղությունը, և անվտանգությունը, և գիտությունը, և կարողությունը, և երկրային կյանքի համար մեզ անհրաժեշտ մնացած ամեն ինչը ավելիով ձեզ կտրվի, ասում է Աստված։ Աստծու թագավորությունն ու արդարությունն է գլխավորը։ Երբ գլխավորը մեզ շնորհվի, մնացածը, որ երկրորդական է, ավելիով կտրվի։ Այն հարուստի համար, որ նախքատին ոսկով լի դղյակ է նվիրել, բացարձակ դժվար չի լինի նաև կազմակերպել նրա ուղևորությունն այնտեղ, ինչպես նաև ապահովել նրան ուտելիքով, հագուստով և ծառաներով։ Նաև հարուստներից էլ հարուստ Աստծու համար, որ մարդկանց անմահ և չծերացող կյանք է առաջարկում իր մոտ, ոչ մի դժվարություն չի ներկայացնում ընթացս նաև տալ այն ամենը, ինչ մարդկանց պետք է այս երկրային կյանքի համար։ Աստված իրականում տալիս է այդ ամենը, եթե միայն մեր աչքերն ուղղված են դեպի իրեն, ինչպես աղախնի աչքերն իր տիկնոջ ձեռքին։ Հոգին մարմնից առավել է, հոգին ուտելիքից առավել է, հաղորդեց օծյալը մարդկային ցեղին։ Նաև մարդուն ինչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի։ Պատերազմի առնչությամբ կարելի է այսպես ասել. մարդուն կամ ազգին ինչ օգուտ, եթե այս ամբողջ աշխարհը զավթի, բայց իր հոգուտը մեղք գործի և կորցնի այն։ Ինչպիսին էլ որ լինի այս աշխարհը, այն այսօր կա, իսկ վաղը չկա։ Մինչդեռ երկնային թագավորությունը անանց է և հավերժական։ Քրիստոսից առաջ ևս հանդիպում էին մարդիկ, որոնք նշում էին, որ մարդկային կյանքի նպատակը այս երկրի վրա չէ։ Այդ պատճառով էլ այս աշխարհում այն գտնել հնարավոր չէ։ Այն նաև մահվան մեջ չէ։ Այդ մարդիկ իրենց անձնական փորձով կարողացել էին հասկանալ, որ այս մոլորակի վրա չի եղել մի մարդ, որը երկրային ինչ-որ իր համարեր իր կյանքի նպատակը և չսառեր այդ իրի նկատմամբ այն ձեռք բերելուց հետո ու չհիասթափվեր։ Այժմ յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի համար պարզից էլ պարզ է, որ մարդ չի կարող իր կյանքի իմաստը գտնել այս նյութական աշխարհում։ Մեր նպատակը այս անհուն առարկայական աշխարհից դուրս է գտնվում, էությունների և հոգևոր իրողությունների թագավորությունում, Աստծո արքայության մեջ, այլ ոչ թե դեպի մեկ ուրիշ թագավորություն ուղղորդող նշաններով և նախանշաններով լի այս աշխարհում։ Աստված ոչ միայն ազդարարեց այդ մասին, այլ նաև գործով ցույց տվեց։ Նա ցույց տվեց այն իր ամբողջ գոյությամբ, մահվանից առաջ և հետո ունեցած իր ապրումներով, ինչպես նաև իր եկեղեցու ամբողջ պատմությամբ։ Արդյոք ինձ կհավատաք, եթե ասեմ ձեզ, որ մինչ օրս էլ նա հայտնում է այն իրեն նվիրվածներին։ Եթե ինչ-որ քրիստոնյա ազգ, այսինքն ազգ,
որին հայտնի է մարդկային կյանքի նպատակը, իր մեղքերով ծածկի այդ նպատակը իր տեսողությունից և բանականությունից, ապա կույր ու խենթ կդառնա։ Եվ իր կուրության ու խենթության մեջ կսկսի վերջնա նպատակներ փնտրել այս երկրի վրա, կուռքեր ստեղծելով և Աստծուն կուռքերով փոխարինելով, կատաղի մարտնչելով երկրային թագավորության համար և ծաղրելով Տեր Հիսուսին։ Չէ՞ որ այդ վիճակում Քրիստոս նրան բնական և արժանահավատ չի թվում, այլ նա է իրեն բնական և միանգամայն իրական երևակայում, և որպես հետևանք այդ ազգը պատերազմում է ճշմարտության, այսինքն Աստծո դեմ։ Այդ դեպքում ինչպես չկռվել հարևանների դեմ։ Քրիստոսից հեռանալ նշանակում է կյանքի նպատակից հեռանալ և հակառակը։ Ի դեպ, անվանվել քրիստոնյա, կրել աշխարհի ամենապատվարժան անունը, նշանակում է ոչ միայն տեսնել կյանքի նպատակը, այլև ուրախությամբ քայլել պատկանված ճանապարհով դեպի այդ նպատակը։ Իհարկե, հավիտենական կյանք առաջնորդող ճանապարհը նեղ է, սակայն պարզ ու տեսանելի է, և 19 դարերի ընթացքում այնքան է տրորվել Աստծո արդարների և սրբերի կողմից, որ անհնար է աջ կամ ձախ խոտորվել։ Հեզությունը, խոնարհությունը, ողորմածությունը, սերը, հույսը, հավատը, խաղաղությունը, ժուժկալությունը, բարությունը, պահքը, աղոթքը, ներողամտությունը, Աստծո արդարության քաղցն ու ծարավը, համբերատարությունը և մնացած այլ առաքինությունները, որոնք զարդարում էին Քրիստոսին և հավասարապես նաև նրա տրված պատգամները բարձրագույն նպատակին առաջնորդող ճանապարհի տարբերակիչ նշաններն են։ Սա է ճանապարհը։ Եթե մեկը ծառայում է ինձ, թող գա իմ հետևից, ասաց առաջնորդը։ Նաև խրախուսում էր ասելով. ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի։ Երբ առաքյալները դժվարանում էին ըմբռնել ճանապարհի մասին ասված խոսքերը, նա ավետեց նրանց ու մեզ հետևյալը. Ես եմ ճանապարհը։ Որպեսզի մարդ կարողանա այժմ էլ քայլել Աստծուն հաճելի ճանապարհով, նա պետք է Աստծուն հաճելի պատերազմ մղի։ Դա ինքն իր դեմ մղած պատերազմն է։ Սեփական անձի դեմ պատերազմելով մարդ ազատվում է մեղսալի պատերազմներից, որոնք փափկում են նպատակի ճիշտ ուղին։ Այս կամավոր պայքարով նա թեթևացնում է իր մարմնական և երկրային կրքերի բեռը, որոնց տակ կքած դողում է, ճշմարիտ ճանապարհից աջ և ձախ խոտորվելով։ Ինքն իր դեմ մարտնչելով մարդ կարող է անարգել քայլել դեպի ճշմարիտ նպատակը։ Իսկ եթե մարդ չի պայքարում իր սեփական անձի դեմ, ապա անպայմանորեն պայքարում է Աստծո և այլ մարդկանց դեմ։ Ինչպես տեսնում եք, Աստծո կողմից մեզ ցույց տրված ոչ նպատակը, ոչ ուղին, մարդկանց կամ ազգերի միջև պայքարի տարր անգամ չի պարունակում։ Ինչու են այդ դեպքում քրիստոնյաների միջև պատերազմներ տեղի ունենում։ Այն պատճառով, որ հենց մեզ են դրանք քայքայում։ Իսկ դա հոգու խաղաղության բացակայություն տեղի է ունենում կամ այն պատճառով, որ քրիստոնյաները սկսել են թերահավատությամբ վերաբերվել նպատակին, կամ էլ այն պատճառով, որ անհամարում են ճանապարհը։ Չի կարելի նպատակն առանձնացնել ճանապարհից, եթե ուզում ենք խուսափել ընդհարումից։ Քանի որ իմանալ ճշմարիտ ճանապարհը և միևնույն ժամանակ խեցգետնի պես հետ-հետ գնալ հակառակ ճանապարհներով նշանակում է ծաղրել Աստծուն, պաշտել կուռքերի և մերժել Քրիստոսին։ Միջնադարյան Եվրոպան մեզ համար պարզ օրինակ է, թե ինչպես կարող են կյանքի նպատակը հստակ իմացող քրիստոնյա ազգերը քայլել նպատակից հեռացնող խոտոր ճանապարհներով։ Այդ պատճառով էլ նրանց վրա թափվեց Աստծո պատուհասը, և եվրոպական ազգերը սկսեցին մեկը մյուսի հետ պատերազմել, կամ էլ ստիպված էին անհավատների կողմից սանձազերծված պատերազմների մեջ մտնել։ Ոչ մեկն այնքան ճշգրիտ և մանրակրկիտ չէր ընկալում Աստծո կողմից բացահայտված մարդկային կյանքի նպատակը, որքան Սուրբ Բյուզանդիան։ Բայց և այնպես նա էլ փլուզվեց և ոչնչացավ։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ բյուզանդացիներն իրենց անօրենություններով վիրավորում էին իրենց ճանաչած Աստծուն, խախտելով և ոտնահարելով աստվածային օրենքները, որոնցով պարծենում էին։ Նրանք գիտակցում էին Քրիստոսի կողմից դրված նպատակը, սակայն գնում էին մեղսալից ճանապարհներով, և նրանց հետ տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսված էր Ավետարանում։ Իսկ այն ծառան, որ իր տիրոջ կամքն իմանալով ոչինչ չի պատրաստի և ոչ էլ նրա կամքը կատարած կլինի, շատ խիստ կպատժվի։ Իսկ նա, ով չիմանալով է ծեծի արժանի բան արել, քիչ կպատժվի։
Սրանով բացահայտվում է Սուրբ Բյուզանդիայի գլխին եկած պատժի ամբողջ դառնությունը, քանի որ նա շատ լավ գիտեր իր տիրոջ կամքը։ Ինչպես նաև այն, որ հեթանոս ազգերը, որոնք լավ չգիտեին իրենց տիրոջ կամքը, ավելի թեթև հարվածներ ստացան։ Բացի դրանից սրանով է բացահայտվում այն փաստը, որ քրիստոնյաների մեջ ավելի հաճախ են պատերազմներ տեղի ունենում, քան անհավատների։ Քրիստոնյաները այն ծառաներն են, որոնք գիտեն իրենց տիրոջ կամքը, սակայն չեն կատարում, որի հետևանքով ավելի հաճախ եւ ավելի շատ են ծեծ ուտում։ Իսկ ոչ քրիստոնյաները, որոնք չգիտեն ոչ նպատակը, ոչ ճանապարհը, այսինքն չգիտեն իրենց տիրոջ կամքը, ավելի քիչ են ծեծ ուտում։ Միայն սրանով է բացատրվում այն, թե ինչու վերջին 1.5 դարի ընթացքում Եվրոպայում ավելի շատ պատերազմներ եղան, քան աշխարհի մյուս տեղերում միասին վերցրած։ Իսկ ավետարանով մեր Տեր Հիսուս Քրիստոս սովորեցրեց մարդկանց, թե ինչպես մարտնչել սեփական անձի դեմ, որ այդ պայքարի ընթացքում կարողանաս ինքդ քեզ սանձել, դաստիարակել, խոնարհեցնել, ազնվացնել եւ նույնիսկ սրբացնել։ Միայն եւ միայն այս պատերազմի համար նա ճշգրիտ ռազմավարություն եւ մարտավարություն գծագրեց։ Փառարժան կերպով ցույց տվեց մարդկանց, թե ինչպիսին պետք է նրանք լինեն, որպեսզի պատերազմներ չլինեն նրանց միջև կամ նրանց վրա հարձակում չլինի։ Նա չէր պնդում, որ պատերազմներ չեն լինի, այլ ուսուցանում էր ինչպես պատերազմի բռնկման համար առիթ չտալ, սակայն իր ամենատես հոգով կանխազգաց, որ ոչ բոլոր մարդիկ կցանկանան իրեն լսել եւ արդյունքում շատ պատերազմներ կլինեն։ Լսելու եք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր։ Ազգն ազգի դեմ վեր կկենա եւ թագավորությունը թագավորության դեմ։ Փրկիչը նաեւ խաղաղություն ու բարեհաճություն բերեց մարդկանց մեջ, բացեց նրանց մտքի դռները, բացահայտեց նպատակը, ցույց տվեց ճանապարհը, մատնացույց արեց միջոցները, յուրաքանչյուրին մշտական օգնություն առաջարկեց։ Սակայն աստվածային այս բոլոր պարգևները շատերի կողմից կմերժվեն, որի պատճառով էլ նրանց վրա կգա պատերազմը, որպես պատիժ։ Այս հատուցումը ոչ թե մեղսագործությունից անմիջապես հետո կգա, այլ Աստված շատ երկար ժամանակ դեռ կհամբերի եւ ներողամիտ կլինի։ Երբ խելքի բերելու բոլոր միջոցները սպառվեն, այդ ժամանակ միայն երկնային սերը կդիմի ծայրահեղ քայլի, պատերազմով իր զավակներին խրատելուն։ Պատերազմներ կանխատեսելով Քրիստոս արտասվեց։ Կան մարդիկ, ովքեր ակնհայտ հաճույքով պատերազմ են կանխատեսում, նմանվելով իր խորթ զավակին ուրախությամբ քոթակող խորթ մոր։ Իսկ հարազատ մայրը լալիս է նույնիսկ այն մտքից, որ ստիպված է ճիպոտով պատժել թեկուզ իր ամենաանհնազանդ զավակին։ Այդպիսին է նաև Քրիստոս, երբ Քրիստոս պատերազմներ կանխատեսեց, արտասվեց, քանի որ իր զավակների մարդկանց նկատմամբ անսահման սեր ուներ։ Նաև Քրիստոս պատերազմներ կանխատեսեց վերջին ժամանակների համար եւ նշեց դրանց բռնկման հետեւյալ պատճառները, որ լինելու են սուտ Քրիստոսներ եւ սուտ մարգարեներ, անօրենությունը բազմանալու է եւ շատերի սերը սառչելու է։ Սուտ Քրիստոսները մարդկանց սխալ նպատակներ ցույց կտան, սուտ մարգարեները մթածածին եւ կեղծ իրողություններ կկանխատեսեն, իսկ անօրենությունն ու սառած սերը մարդկանց խոտոր ճանապարհներով կտանեն։ Ոմանք ոչ կյանքի նպատակը կիմանան, ոչ էլ ճանապարհը։ Մյուսները կտեսնեն նպատակը, սակայն բնավորության թուլության պատճառով կխոտորվեն ճանապարհից։ Ուրիշներն էլ կիմանան եւ նպատակը, եւ ճանապարհը, բայց չարությամբ եւ գիտակցաբար երկուսն էլ կմերժեն։ Ինչպես ժամանակին հրեա առաջնորդներն ու ծերերը չարությամբ եւ լիարժեք գիտակցությամբ մերժեցին նպատակն ու ճանապարհը եւ խաչեցին Քրիստոսին։ Սա դրդում է երկնային սիրուն, որպեսզի արտասուքով թույլ տա մարտական մտրակների հարվածներ հասցնել իր զավակներին։ Վերոհիշյալից հետևյալ ճշմարտությունն է պարզ դառնում։ Առաջին, մեր Տեր Հիսուս Քրիստոս բացահայտեց կյանքի նպատակը եւ ցույց տվեց այդ նպատակին հասնելու ճանապարհը։ Երկրորդ, Քրիստոս իր ավետարանի միջոցով պատկամեց մարդուն պայքարել սեփական անձի դեմ, որպեսզի դրանով խոչընդոտի այլ պատերազմների առաջացմանը։ Երրորդ, նրանք, ովքեր չեն պայքարում սեփական անձի դեմ, սեփական կրքերի, ախտերի ու մեղքերի դեմ, անխուսափելիորեն մարտնչում են Աստծու եւ իրենց մերձավորների դեմ։ Չորրորդ, այսպես թե այնպես Քրիստոսի օրենքը ոտնահարող քրիստոնյաները պատերազմի թատերաբեմում կհայտնվեն, անկախ նրանից ցանկանում են պատերազմել, թե ոչ։ Չէ՞ որ նրանք նման են մոլորված զավակների,
որոնք չեն ցանկանում ծեծ ուտել, սակայն իրենք են այդ պատժի պատճառ հանդիսանում։ Վերջաբան, մեր նավակը սկսեց տատանվել ալիքներից։ Արևմտյան քամին պոռթկաց եւ աստղային երկնակամարը մութ ամպերի հետևն անցավ։ Պարոն Քրենի տանը անհանգստանում էին մեզ համար, եւ սևամորթ ծառան սկսեց ափից մեզ կանչել։ Թեև շատ խոսվեց գեներալ, սակայն ի պատասխան ձեր ցանկության կփորձեմ եզրակացության հանգել, նույնիսկ եթե ինչ-որ բանում կրկնվեմ, ասաց բալկանացին։ Հաշվի առնելով այն վտանգը, որ կախված է մեր ռասայի եւ ամբողջ մարդկության գլխին, ասաց գեներալը, կարծում եմ պետք է այս գիտությունը ամեն օր սերտել։ Շատ լավ։ Հիմնական եզրակացությունը հետևյալն է. պատերազմը կարելի է միայն հասկանալ եւ բացատրել Աստվածաշնչի տեսանկյունից։ Ամբողջ համաշխարհային գրականությունը միասին վերցրած գեթ չնչին չափով չի կարող պատերազմը լուսաբանել այնպես, ինչպես դա անում է Աստվածաշունչը։ Մինչ այս շարադրված փաստերից եւ իրադարձություններից պարզ է, որ պատերազմը, ինչպես նաեւ առանձին եւ հասարակությանն առնչվող մնացյալ հարցերը, բացառապես կախված են Աստծո եւ նրա օրենքի նկատմամբ մեր վերաբերմունքից։ Սա հավասարաչափ վերաբերվում է եւ քրիստոնյաներին եւ ոչ քրիստոնյաներին։ Տարբերությունը լոկ նրանում է, որ ոչ քրիստոնյաների մոտ պատերազմը կախված է իրենց խղճի մեջ ներդրված եւ մասամբ իրենց իմաստունների կողմից մեկնաբանված Աստծո ընկալումից։ Մինչդեռ քրիստոնյաների մոտ պատերազմը կախված է միակ եւ կենդանի Աստծո եւ նրա օրենքի նկատմամբ նրանց վերաբերմունքից։ Իսկ օրենքը բացահայտվեց քրիստոնյաներին մարմնացյալ Աստծո Հիսուս Քրիստոսի միջոցով։ Պատերազմի պատճառը Աստծուց եւ աստվածային օրենքից հեռանալն է։ Խաղաղ պայմաններում մարդկանց աստվածուրացությունն ու անառակությունը պատերազմի պատճառ է դառնում։ Եթե մարդիկ արժանի լինեն պատերազմի, այսինքն պատերազմի բռնկման համար պատճառներ կուտակեն, այն կլինի անկախ նրանց ցանկություններից եւ սպասումներից։ Ինչպես նրանք, ովքեր տիֆով վարակված ջուր են խմում եւ անպայմանորեն վարակվում են այդ հիվանդությամբ, այնպես էլ աստվածուրացները, տրվելով Աստծուն հակառակ նողկալի մտքերին, ցանկություններին եւ գործերին, իրենց գլխին պատերազմներ են բերում, որն այս դեպքում դառնում է անխուսափելի։ Քանի դեռ մարդիկ իրենց մտքերով, ցանկություններով եւ արարքներով պայքարում են Տիրոջ դեմ, ապարդյուն են խաղաղության մասին նրանց երազանքները։ Անկախ նրանց ցանկությունից պատերազմը կսկսվի այնտեղ, որտեղ դրա սերմը ցանվել է։ Աստծո դեմ պատերազմը, լինի այն գաղտնի թե անթաքույց, անդառնալիորեն հանգեցնում է մարդկանց մինչև պատերազմի։ Ամբարիշտները խաղաղություն չունեն, ասում է Տերը։ Մեր օրերում ավելի բարձրաձայն են աղաղակում խաղաղության մասին, իսկ դրա հետ մեկտեղ ազգերը շատ ավելի ակտիվորեն, քան երբևէ պատրաստվում են պատերազմի։ Դժվար է ենթադրել, որ այդպիսի երկերեսանիությունը չի պատժվի պատերազմով։ Կռապաշտությունը Աստծուն նողկալի է, անկախ նրանից Աստծո արարածներին, թե իրենց ձեռքի գործերին են երկրպագում։ Ինչպես անցած, այնպես էլ այս դարաշրջանում կռապաշտության ցանկացած դրսևորման համար Աստված ծանր պատիժներ է կիրառում, որոնցից վերջինն ու ամենադաժանը պատերազմն է։ Քրիստոնյա Եվրոպայի առաքելությունն այն էր, որ օգներ իր եղբայրներին, հեթանոս ազգերին, բարձրանալ դեպի Քրիստոս։ Դրա փոխարեն Եվրոպան ինքը ընկավ կռապաշտության հորձանուտը։ Հրաժարվելով աշխարհի լույսը լինելուց, ընկղմվեց խավարի մեջ, եւ լուսավոր անհատներով շողալու փոխարեն ջանում է իրենից ստանալ այդ լույսը։ Ազգերին բացարձակապես դեպի Աստծո թագավորություն չառաջնորդելով, սովորեցնում է նրանց ողջ ուժով խորասուզվել անկարևոր եւ նպատակից շեղող զբաղմունքների մեջ։ Այսպիսի անբնական վիճակի պատճառով էլ տեղի ունեցան մնացած դժբախտությունները, եւ հենց այս վիճակն է նախկին եւ ապագա բախումների աղբյուր հանդիսանում։ Ինչպես թե, միթե բարձրյալ, անկեղծ եւ սրբասուրբ Աստված խառնվում է պատերազմներին, ոմանք հարցնում են։ Այդպիսի հարց տալիս են նրանք, ովքեր ասում են, որ հավատում են Աստծուն, բայց մարդկանց եւ ազգերի կյանքում նրան ոչ մի ակտիվ գործունեություն չեն վերագրում, այլ մարդկանց գործերի եւ նախաձեռնությունների հարցում լոկ պասիվ դիտորդի դեր են հատկացնում։ Իսկ ինչով է տարբերվում այդպիսի Աստված կուռքից, անհեթեթություն չէ այդպիսի հավատքը։ Յուրաքանչյուր տանտեր կարող է խառնվել իր տան գործերին, միայն աշխարհի արարիչն այդ իրավունքը չունի։ Այն ազգն է իրավացի, որը հավատում է, որ Աստված ակտիվորեն ներգործում է ամենօրյա կյանքին։ Դրան հավատում էին բոլոր մարգարեները, բոլոր առաքյալները եւ ընդհանրապես բոլոր սրբերը։
Հատկապես իրավացի է ազգն իր դավանության մեջ, եթե մարգարեների, առաքյալների և բոլոր սրբերի հետ միասին հավատում է, որ Աստված աշխարհում և մարդկանց կյանքում տեղի ունեցող կարևոր ու հիմնարար իրադարձությունների գործունյա մասնակիցն է։ Այս ճշմարտությունից փախչել հնարավոր չէ։ Ժողովուրդը զգում է այն իր պարզ հոգով, քանի որ օրը օրվան միտք է հաղորդում և գիշերը գիշերվան գիտություն է ցույց տալիս։ Այն ծիծաղելի հարցին, թե ինչպես է ողորմած և սիրող Աստված այնպիսի սարսափներ թույլ տալիս մարդկանց կյանքում, ինչպիսին պատերազմն է, կարելի է պատասխանել լուրջ հարցով, թե այդ ինչպես է, որ մարդիկ, որոնց Աստված իր կամքն է հայտնել և իր օրենքը տվել, կարող են առանց ամոթի և ապաշխարության վիրավորել Տիրոջը և ոտնահարել նրա պատվիրանները։ Տերը գթած և ողորմած Աստված է, համբերատար, բարեգութ ու ճշմարիտ։ Ինչպես նախորդ, այնպես էլ գալիք պատերազմին մարդիկ վաղուց արժանացել են։ Եվ եթե Աստծո ողորմությունն ու սերը չլինեին, ապա այդ պատերազմն արդեն սկսած կլիներ։ Իրականում, եթե Աստծո սերն ու ողորմածությունը չլինեին, ապա քրիստոնյաների մեղքերի պատճառով սուրը երբեք հետ չէր դրվի պատյանի մեջ։ Ներկայիս պատերազմական դադարը, շունչ քաշելու այս կարճ ժամանակահատվածը, որն այժմ վայելում ենք, մարդկային խելքի կամ մշակույթի շնորհիվ չէ, այլ Աստծո ողորմության և սիրո, ինչպես նաև Աստծո երկյուղի և այն բարի ու բարեպաշտ մարդկանց աղոթքների, առանց որոնց ոչ մի ազգ չի կարող ապրել, լինի Ամերիկայում, թե Եվրոպայում։ Այսպիսով, կա փրկություն եվրոպական և ամերիկյան ժողովուրդների համար։ Իհարկե կա։ Խնդիրն այն է, արդյոք նրանք այն կընդունեն։ Միթե եթովպացին կարող է փոխել իր մաշկը, կամ ինձը իր խայտերը, ուրեմն դուք ևս, որ սովոր եք չարություն անելու, կարող եք բարություն անել։ Իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է, եթե միայն մարդիկ ցանկանան։ Նաև սպիտակ մարդիկ կարող են փոխել իրենց ոգին, դատարկ ու սին բաների նկատմամբ իրենց ցանկությունը զսպել և բարի նպատակներով հետևել նրան, ով ասել է. «Ես եմ ճանապարհը»։ Այս ամենը հնարավոր է, եթե նրանք իրոք ցանկանան, բայց իրոք ցանկանում են։ Կործանումից մինչև փրկություն և ապահովություն մի քայլ է։ Կցանկանան արդյոք սպիտակ մարդիկ թեկուզ մի ոտնաչափ հետ քաշվել այն սարսափելի անդունդից, որի վրայով քայլում են։ Աստված այս հարցի պատասխանին է սպասում։ Սպասում է մեծ ուշադրությամբ և հայրական սիրով։ Եվ չնայած, որ օրըստօրե Աստված բացասական պատասխան է ստանում, նա երկայնամիտ է, ողորմած և սիրող։ Նա սպասում է, որ աշխարհի ինչ-որ մի կետում ինչ-որ մի ազգ դրականորեն կարձագանքի իրեն, որպեսզի նա էլ կանխի աղետը։ Ամենուր լսվում են զինաթափման կոչեր, բայց ինչպես կարող են զինաթափվել անօրենություններով և մեղքերով զինվածները։ Մեղքը ահ է ներշնչում, մեղքը զենք է կռում, մեղքը պատերազմ է հրահրում։ Օհ, եթե չլիներ այդ անիծյալ վախը, սակայն այնքան ժամանակ, քանի դեռ կա մեղքը, կլինի նաև վախը։ Անկախ իրենց ցանկությունից մեղավորները ստիպված են զինվել։ Եթե մարդիկ թոթափեին իրենց մեղքերը, ելով կվախենար, ելով զենք կկռեր, ով պատերազմի կպատրաստվեր։ Ոչ ոք։ Խաղաղության նպատակը ո՞րն է։ Ինչու այդ մասին ևս ոչ ոք չի խոսում Աստծո և մարդկանց առաջ։ Չէ՞ որ դա շատ կարևոր զրույցի թեմա է։ Ինչու են մարդիկ ձգտում խաղաղության գեներալ։ Հարցրեք նրանց և կտեսնեք նրանց շփոթմունքը։ Եթե շփոթմունքը մի փոքր անցնի նրանցից, հետևյալ պատասխանը կստանաք։ Խաղաղությունը պետք է մշակույթի զարգացման համար, տնտեսական առաջընթացի համար, մարդկային ստեղծագործության արգասիքները պահպանելու համար, ի բարօրություն պետության, անձնական կյանքի ապահովության համար։ Ցնդաբանությունը, զառանցանք, պատրանք։ Այս պատճառով էլ զինաթափման և խաղաղության մասին ներկայիս բարձրագույն խոսքերը կեղծ ոսկու են նման։ Չէ՞ որ մարդիկ չգիտեն իրենց ուզած խաղաղության նպատակը։ Ամենից շատ նրանք խաղաղությունն ուզում են, որ էլ ավելի ապահովությամբ և հարմարավետությամբ երկրպագեն իրենց կուռքերին։ Մեր ինչին է պետք այդպիսի խաղաղությունը։ Պատերազմի ընթացքում այդքան ինքնասպանություն չի գործվել, որքան հիմա խաղաղ պայմաններում։ Արդյոք Եվրոպական և Ամերիկայի ղեկավարները խաղաղություն են ուզում Աստծո երկյուղի պատճառով կամ Աստծո փառքի համար, թե իրանց անօրենություններն ավելի հանգիստ պայմաններում գործելու համար։ Եթե ակնհայտ է վերջին տարբերակը, ինչն իրականում այդպես է, ապա զարմանալի չէ, որ խաղաղության փոխարեն պատերազմ են ստանում։
Երբ ծնվեց խաղաղության իշխանը, Բեթխեհեմի երկնքում հրեշտակների խմբերը երգում էին. «Փառք բարձրյալ Աստծուն, երկրի վրա խաղաղություն ու մարդկանց մեջ հաճություն»։ Այսպիսով Աստծուն փառաբանելն առաջին տեղում է, և դրանով է պայմանավորված իրական խաղաղությունն ու բարի կամքը։ Եթե մարդիկ խաղաղություն ուզեին Աստծու փառքի համար, ապա անկասկած կստանային, և այդ խաղաղությունն այլևս չէր վերցվի նրանցից։ Իսկ միթե դուք լսում եք խաղաղության ձգտողների երդումներն ու խոստումները այն մասին, որ խաղաղությունը կօգտագործեն Աստծուն փառաբանելու և սեփական բարիքներ ուղղելու համար։ Մինչդեռ այդպիսի խոստումներն անհրաժեշտ են, որ խաղաղությունն ամուր և ճշմարիտ լիներ։ Թող ժամանակակից խաղաղապահները հստակ սահմանեն խաղաղության իրենց նպատակը, որ երկինքն ու երկիրը լսեն և անմիջապես պարզ կլինի՝ արդյոք հեռու է մեզանից պատերազմը, թե ոչ։ Օրհնյալ է այն իշխանն ու ղեկավարը, որը ճանաչել է ճշմարտությունը և ժամանակին առաջնորդել իր ժողովրդին կենդանի Աստծու ճանապարհով դեպի ապաշխարության։ Օրհնյալ է այն ազգը, որը ժամանակին վայր է դնում Տիրոջ դեմ ուղղված զենքերը, այսինքն հրաժարվում է մեղքերից։ Ոչ մի չարիք չի կարող պատահել այդպիսի ազգին։ Նույնիսկ եթե ռազմական սպառազինություն չունենա, այդ ազգը կապրի ապահովության մեջ, քանի որ անպարտելի Աստված կպահի իր աջի հովանու ներքո։ Եթե նույնիսկ ոչ մի զենք չունենա, թշնամիներն անզոր կգտնվեն նրա առաջ և չեն կարողանա հատել նրա երկրի սահմանները, քանի որ ամենազոր Աստված դա թույլ չի տա։ Սակայն եթե ներխուժել են թշնամիներն այդ երկիր, ապա իրենց մահը կգտնեն այնտեղ։ Օրհնյալ է այն ազգը, որը մեղքերը թոթափելուց հետո կազատվի ռազմական սպառազինությունից։ Աշխարհում կարևոր առաքելություն կստանձնի այդ ժողովուրդը։ Նա լույս կդառնա մյուս ազգերի համար, և բացառիկ փառքով կփառավորի նրան Աստված և կօրհնի նրան իր հավերժական օրհնությամբ։ Վերջ և փառք Տիրոջը։